Գագիկ Մինասյանն է, պարոն Մինասյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այդ ողբերգական օրը ազգային ժողովի նիստերի դահլիճում էր։ Պարոն Մինասյան, այս ողբերգական դեպքը ահաբեկչությունը ում էր ուղված պետականությանը, պետությանը, մեր ապագային եւ ովքեր էին շահառուները։ Տեսեք, մի բան ակնհայտ է, որ այն ընթացքը, որը մենք ունենք այդ տարիներին եւ այն թափը, որ մենք հավաքել էինք, մեզ տանելու էր կտրուկ առաջացիկ զարգացում տարածաշրջանում։ Եվ ակնհայտ է, որ այդ առաջացիկ զարգացումը իսկապես մեծ խանդ էր առաջացնում, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ես կարծում եմ, որ հենց հիմնական շահառուները այդ երկու երկրներն էին, որովհետև այն խնդիրները, որոնք կային հետխորհրդային ցանկացած երկրում, եթե նաև Հայաստանում, կապված իրենց նոր անկախության ձեռքբերումից հետո անխուսափելիորեն առաջացող խնդիրներին, այդ խնդիրների լուծման համար մենք ունենք չափազանց լավ նախադրյալներ։ Եվ բնականաբար, եթե նրանք մենք կարողանայինք իրացնել խնդիրները մեր հակառակորդների մոտ, ու առաջի հերթին Ադրբեջանի եւ Թուրքիայի ավելի կխորանար։ Հետևաբար իմ անձնական սուբյեկտիվ կարծիքը նա է, որ այդ մարդիկ ուղղակի այդ չարագործները եղել են գործիքներ, իսկ իրանց թիկունքում կանգնած են եղել հենց այդ երկու երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, միգուցե նաև նրանց թիկունքում ուրիշ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Եվ պիտի կրկնեմ մի վարկած, որը դեռ հենց այդ օրերին եմ ասել, իմ կարծիքով այս չարագործները ուղղակի կոնտակտ իրենց տերերի հետ չեն ունեցել։ Այդ ամեն ինչը իրենց վրա ազդեցության տարբեր ձևերով, ներգործության տարբեր ձևերով տեղի ունեցել եւ իրենք նույնիսկ չեն հասկացել, թե ովքեր են իրենց իսկական տերերը, ինչ նպատակներ ունեն իրենց իսկական տերերը եւ այդ պատճառով ցավոք սրտի այսօր մենք մատնացույց անել իսկական տերերին, իսկական շահառուներին կարծում եմ չեն կարող։ Պարոն Մինասյան, հենց այսօր էլ եւ այս ընթացքում, այս տարիների ընթացքում բազմաթիվ այսպես անուններ են շահարկվել, հենց այստեղ էլ այսօր հիշատակվեցին ինչ-որ անուններ, որոնց օրինակ Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է նորից հարցաքննել, նրանց խոսեցնել դերակատարության մասին եւ այլն։ Ինչու է հաճախ նաև այսպես առեղծվածային քողիտակ ներկայացվում իրողությունը, ինչու չի ստացվում ամբողջովին բացահայտել տեղի ունեցածը։ Տեսեք, ես ասեցի իմ վարկածը, ես նորից եմ կրկնում, դա նոր չի այդ վարկածը իմ մոտ, դա հենց այդ օրերին եմ ես դրա մասին բարձրաձայնել, որ ուղղակի խոսակցություն, կոնտակտ, պայմանավորվածություն։ Հենց այդ պատճառով չի ստացվում։ Ես կարծում եմ, այո, նույնիսկ եթե ասենք թե փորձ ինձ թվում է, որտեղ այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եկան իշխանության, եւ այդուհանդերձ հնարավոր չեղավ բարձել այդ չարագործներից, թե ովքեր են եղել հիմնական պատվիրատուները։ Ես կարծում եմ, որ դրա պատճառը հենց այն է, ինչի մասին ես ասեցի, իրենք ուղղակի կոնտակտի մեջ ենթադրում եմ չեն եղել իրական շահառուների ու պատվիրատուների հետ։ Դասը ո՞րն է հոկտեմբերի 27-ին։ Այս շատ լավ հարց եք տալիս։ Ես կարծում եմ այդ դասը մենք թերևս առաջի անգամ հենց հոկտեմբերի 27-ին ստացանք, հետո էլի մեր զարգացման բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներում, նաև 18 թվականին, նաև 20 թվականին, 23 թվականին։ Ես կարծում եմ դասը հետևյալն է։ Այն ինչը, որ մենք արյուն քրտինքով ձեռք ենք բերում, այն ինչը, որ մենք կարողանում ենք կուտակել, չի կարելի դրա նկատմամբ լինել անուշադիր, չի կարելի չդողալ այդ կուտակվածի վրա, որովհետև մենք միայնակ չենք ապրում այս մոլորակի վրա։ Կան հակառակորդ ուժեր, որոնք այդ մեր անաչուադրությունից դեպի մեր ձեռքբերումները կարողանում են օգտվել եւ փլուզել այն ամեն ինչ, ինչ որ մենք արյուն քրտինքով մեծ ջանքերի գնով, սխալվելով,
ճիշտ քայլ անելով ձեռք ենք բերում։ Այ հիմնական ես կարծում եմ դա պետք է լինի։ Այն ինչին, որ մենք արդեն հասել ենք, պետք է փայփայենք, պետք է խնամենք եւ թույլ չտանք, որ ինչ որ անարժան մարդիկ գան, անարժան ամենաիսկական իմաստով եւ կործանեն այն ամեն ինչը, ինչ որ մեր պետությունը, մեր ժողովուրդը ձեռք է բերել։ Շնորհակալ եմ։